Ազատվել այո, ազատվել է ալերգիայով, այսօրվա ձեր ղեկավարությունը, եթե մեր այսօրվա հաղորդումը դիտի կհասկանա մոտավորապես եւ այլն, ունի ընկերություն, որը կոչվում է Fail Food, SPE։ Ալերգիկ Ինչպես չլսեցի։ Fail Food, SPE-ի սեփականատիրոջ որդին է։ Ալերգիայով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, շտաբօգնություն եկել է վերջի անգամ, երբ որ ինքը եղել է 27 տարեկան։ Դրանից են կողմ հենց բանակի ժամկետն անցավ, էլ սկորը չի գալի։ Նկարները մենք ունենք, հեսա կտեղադրենք։ Ուրեմն նաև խնդրում եմ ընդունեք հետևյալ հաղորդումը։ Եռաբլուրում կա հողարկավորված ժամկետային զինծառայող Բաբայան Արթուր Կարենի։ Բաբայան Արթուր Կարենի հողարկավորված է Եռաբլուրում ժամկետային զինծառայող է 2 ամսվա զոհվել է այդ ալո լսվում է Ալո։ լսվում է Մենակ Բաբայան Արտուր Կարենի լսեցի։ հերիկա ինքը հողարկավորված է Եռաբլուրում Ժամկետային զինծառայող է 44 օրյա պատերազմի ժամանակ, այսինքն այդ ընթացքում զոհվել է բենզինի պատյունից։ Ուրեմն այս երիտասարդի գերեզմանի վրայից գողացել են արձանիկները։ Հրեշտակի արձանիկներ, այսինքն բոզի տղությունը հասել է նրան, որ գողություն են կատարում զոհված զինծառայողի գերեզմանից։ Իսկ Եռաբլուրի գերեզմանակարերի եւ այլ անվտանգությունը ապահովում է ռազմական ոստիկանությունը, այսինքն դուք Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։ Այո, ուրեմն ես ես փոխանցում եմ ծնողի հեռախոսահամարը, որին որ ուրեմն անհրաժեշտ է կանչել եւ ընդունել հաղորդումը 098-ով 11 40 84 98-ով 11 40 84 Արցախից տեղահանված են։ Խնդրում եմ փոխանցեք ձեր ղեկավարությանը։ Եվ այդ ամենակարևորը այտենց բոզի տղուն պետք է հնարավորինս արագ հայտնաբերել։ Եղավ, շնորհակալություն ձեզ, բարի ծառայություն։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Ես մի անգամ չէ, երկու անգամ չէ, ասել եմ, հանցագործությունը, ցանկացած հանցագործություն ունի բարոյական կողմ։ Ուրիշ, այսինքն, եթե վերցնում ենք բնակարանային գողություն, հա, նույն բնակարանային գողությունն է։ Պողոսը մտնում է բնակարանային գողություն անում օլիգարխի տնից, դատախազի տնից, միլպետի, դեպուտատի եւ այլն, դա ուրիշ ձև է ընդունվում։ Բայց նույն Պողոսը, որը մտնում է գողությունը անում զոհվածի տնից, միայնակ թոշակառուի, ծեր կնոջ, միայնակ մոր, հաշվանդամի, դա ուրիշ ձև է ընդունվում։ Եվ ես չգիտեմ, այդ որ մի պոռնիկի ծնունդն է, եթե կարելի անդան վաբշե ծնունդ անվանել, որոշել գնա մտնի Եռաբլուր եւ Եռաբլուրից իրականացնի գողություն, գողանա գերեզմանի վրի հրեշտակներ։ Ասել ասող մեր հարևան Զոյայի տանես դնես բալիտ գերեզմանի վրեն։ Այս նույնը ցանկանում եմ այդ գողացողներին, եթե բալատ չունեն ծնողների վրեն, ծնող չունեն իրանց սիրազների վրեն, սիրած չունեն տանեն դնեն իրանց գերեզմանի վրա։ Մի քիչ թասիբ, մի քիչ բարոյականության նորմ ունեցեք, էլի գողցեք, բոզի տղեք, բայց գողանալու տեղ կա, գողանալու ձև կա, գնացեք մտեք ազգային ժողովի լուբոյ դեպուտատի տուն, գողցեք, ինչ ուզում եք ասեք, ով որ իմ հոբարեն ձեզ բանասի, բոզի տղայա, գնացեք մտեք Գրզոյի տուն, գնացեք մտեք, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանի տուն, ճիշտ է, սմա եկեք, օտեց մեծա, ում տուն ուզում եք, Սիսիի տուն մտեք, համ գողցեք, համ բռնաբարեք, համ ծսրեք, համ դուրս եկեք, բայց Եռաբլուր Ես այ նման անձանց վաղը մյուսօր ինձ ձեռը ընկան, դուք ապրելու իրավունք չունեք, նման անձինք ապրելու դուք դիբերթում կախվեք։ Այդ ուղղակի կախվեն, վերջ։ Որովհետև գողել կա, գողում չի նշանակում, եթե մարդը գողա, ուրեմն բոզի տղա է, չէ։ Բայց գողերը ունեն կոդեքս, արժանապատվություն, գաղափար, հասկացողություն, որտից գողանան, ումից գողանան, ինչն է հարամ, ինչն է հալալ։ Այս Հարությունյան քնարիգի մասը ջնջենք, որ հրաժարվել է, չենք ասում, այդ արխիվը վեկալ տար։
Պարոն Գագիկ Ծառուկյան, մեկ կուլտուրական մարդ։ Ուրեմն ահազանգում են Չարենցավանի բնակիչները, Չարենցավանի քաղաքապետները թողից լսի։ Քո ավտոբուսները, որոնք որ հսկում են քո դիսպեչերները, որ ոչ մի տաքսիստ, նախ թողնեն նաև Չարենցավանի տաքսիստները եւս։ Որ ոչ մի տաքսիստ ավտոբուսից պասաժիր չգողանա։ Էդի մենք դրա մասին գիտենք, ավտոբուսի գործելու ժամանակ հարձակվում են տաքսի շոֆերների վրա եւ այլն եւ այլն։ Էսի մեկ բոզիտողություն։ Երկրորդը, ուղևորները նստում են քո ավտոբուսները, գալիս են առաջին միկրո, մտնում են, ստուգում են 1 2 3 4 5 6 7 8 9 10 20 24 իջան։ Այդուն ավտոբուսը գնում հասնում է կինոյի Հայատ։ Էլի կայնը դռները բացում են, մտնում են 1 2 3 4 5 7 20 30 40 հաշվում են, իջնում են։ Դրանից հետո գնում է կայարանը հասնում, էլ սա Չարենցավանի մեջ։ Նույնիսկ մտնում են 1 2 4 7 20 ասում են ու իջնում են, ոնց որ ոչ խար հաշվեն։ Ես ուզում հասկանամ դրա իմաստը ինչու՞մ է կայանում, որ քո վարորդները ավել փող կամ փող չգրպանեն։ Ուրեմն դրա համար գոյություն ունի մեթոդ, կոչվում է Կոնդուկտոր, նաժմինա թարմազան, չէ՞ դες երկա։ Տոմ սավաճար։ Սաղ դու սիրում ես Ռուսաստանը, Բելարուսը եւ այլն։ Նույն Ռուսաստանում, նույն Բելարուսում մի հատ կնի կամ տղամարդ, ես մի հատ այս տիպի ապարատը խփած դոշին, մտնում է կուլ, վճարում չեկը տալը մասնում։ Ոչ խարի նման հաշվում են, ոչ կանգնում անընդհատ իջնում հաշվում են, ոչ էլ շոֆերը նա կարող բան գողանա։ Կամերան դրած ավտոբուսի մեջ, ձեռդ քարի տակ չի։ Կամերաները դի ավտոբուսի մեջ, կամերայով նստեք նայեք, ամեն անգամ կանգնացնել, մարդկանց հաշվել, չգիտեմ 1 4 ինչքան մարդա ոտի վրեն, դրանց մասին է խոսքը։ Այ մարդ կոնդուկտոր պահի։ Ինչու՞ մա բանը խնդիրը։ Ավելի ցիվիլ, ավելի նորմալ, համ աշխատատեղ է։ Համ այդ բանը անիչա կոնդուկտորը ես այդ բանը մոտեցմանը որոշում եմ դրական, նույնը Երևանի քաղաքային տրանսպորտում պիտի լինի կոնդուկտոր։ Հədə mən խփի իջնի, խփի նորմալ է դա։ Ոչ 100 դրամանոց է պետք, ոչ QR կոդ է պետք, ընդամենը կոնդուկտոր, որ մարդկանց ավտոբուսից չվեկալեն 100 դրամ չունենալու համար շփրտեն դուրս։ Չգիտեմ QR կոդ չունենալու համար, մանր չունենալու համար եւ այլն։ Այս հարցի լուծումը կայանում է դրանում։ Տոմսավաճառ յուրաքանչյուր ավտոբուսի մեջ եւ կարելի է մի 2 հոգի էլ կամ 3 հոգի պատալոգ պահել գծերի վրա, կոնտրոլոր, որը մտնելու է համ կոնդուկտորին ստուգի, տենա բոլոր ուղևորներն են տոմսանած, համ ընդհանուր վիճակը նա իջնի, համ դա աշխատատեղերը, համ հարցի լուծումը։ Մյուսը ուզում եմ ես հուսամ դուք ինձ հասկացաք, պարոն Ծառուկյան։ Մյուսը Չարենցավանի տաքսիստներ։ Ձեր բռնած գործողությունները ժամը 20:00-ից հետո եւս sense ասած շատ որի կարելի է վերաբերվել սրանց։ Ինչ են անում մեր Չարենցավանի տաքսիստները, երբ որ ավտոբուսը իր գործունեությունը դադարեցնում է, մինչև ավտոբուսը ժողովրդին տանում բերում են 500 դրամով, տաքսիները մարդա։ Հենց ավտոբուսը վсё գծից դուրս է գալի, տաքսիները սկսում են տանել բերել մարդա 1000 դրամով։ Հետո վաղը մյուս օր բողոքում եք, միտինգ եք անում, ասում եք իշխանությունները մեզի ծխցնում են, ասում են լիցենզիա, ասում են ՀԴՄ, բայց եթե դու մինչև ավտոբուսը տանում բերում ես 500 դրամով, ինքես Չարենցավանի քաղաքապետ, քեզ էլ է վերաբերվում եւ քո հարկայինին։ 8:20:00-ից հետո տաքսիստը պասաժիրի գինը տեղում բարձրացնում շինումը 1000։ Ու սկսում է դրանով, բա այդ դեպքում տաքսիստները պիտի վճարեն բան եկամտահարկ, շահութահարկ, ՀԴՄ եւ այլն եւ այլն։ Ես իմ նախընտրական բանի մեջ գրել եմ, որ տաքսիստները պետք է ազատվեն հարկերից, ընդամենը ամսական վճարելով 10000 դրամ, սոցվճար եւ ասենց ասած բանակի փող։ Բայց ես ասենք որ sense նայում եմ, ինքեր տաքսիստներ ձեր արածը բոզի տղությունը կակ մինիմում։ Լավ, թանկացնում եք, 700 դրամ սարքեք, 600, բայց 1000 դրամ ոտի վրա միանգամից, за что։ Իմ կարծիքով Չարենցավանի քաղաքապետարանը Չարենցավանի հարկայինի հետ բավականին լուրջ աշխատանք ունի կատարելու այս բողոքների հետ կապված։ Իսկ Գագիկ Ծառուկյանին հորդորում եմ ստեղծել կոնդուկտորների ինստիտուտը, հսկիչների, տոմսավաճառ, սովետի ժամանակ կոչվում էր տոմսավաճառ։ Իրա վրա լցած, տես դեն, լավ, անցնենք առաջ։ Գյուղ Մարմարաշեն
Մասիս։ Ինգեր Արփինե։ Ուրեմն գյուղ Մարմարաշենի գյուղապետնա Տիգրան Զաքարյան գրի։ Գյուղում կա Մովսես Արոյան, նախկին Մասիսի հարկայինի պետ, որդին չի ծառայել բանակում։ Սրա հետ կապված մենք արդեն հաղորդումը տվել ենք։ 3 օր առաջ, 3-4 օր առաջ, ուրեմն գյուղի Մորենա, քաղաք Մասիսի Մորենա ռեստորանը մնում է հարսանիք։ Հարսանիքի ժամանակ ընկեր Մովսես Արոյանը լագմա սեպցովը դարմած ընկներից։ Ունենում է կոնֆլիկտ այդ նույն գյուղապետի հետ, այսինքն Տիգրանի հետ, ինչ որ հողակատորների համար, հողա ուզում վեկալի չի կարել։ Իար հակնում են, գրլում են եւ այլն, բայց ընկեր Տիգրանը ըստ մեզ ասած տեղեկությունների տենում է հարփած մարդը դալշը չի տալու ըստ ավտունի թմա։ Ես վեկալում այրախոսը զանգում ժամադրեմ գերեզմաններ, ինչ որ բոլորի մոտ հակում կա ժամադրել իմեննո բան գերեզմաններ։ Ժամադրումա գերեզմաններ, մարդը չի գալու։ Հարփած գերեզմանոցում արցակամա կարակոցներ, քֆուր, քյաֆար, խլեշ, որտեղից զենք, զինամթերք, չգիտեմ։ Տիգրանը չի գնում ստրելքի, քանի որ չի թողում Մասիսի քաղաքապետ ընկեր Դավոն։ Տիգինարուս, հագանքներս, ինչպես եք, Տիգինարուս։ Ես քեզ շատ եմ սիրում, այ կնեք, ես մշտապես անընդհատ սիստեմատիկաբար ասում եմ, ես ես կնկան սիրում եմ, մաբաս։ Ինքը շատ լավ կնիկ ա։ Ես ասել եմ, ես անպայման գալու եմ Տիգինարուսից տուն։ Տիգինարուսը շատ նորմալ է, շատ լավ է, համա Տիգինարուսը ունի մի հատ մեծ թերություն։ Հարսը ագարքայա։ Էտա։ Ոնց քո տղեն գնաց, այդ ցելի ախորի միջից այդ ագարկի ճակատը պաչես բերես տուն, այդ իմբիցիլ երեխեքն էլ ծնվան թորներդ մեկը մեկի հետևից, այնա քրիստիկն ասում է, էլ մի ասա, տենց էլ կա։ Ուրեմն Ռանչպարի տարածքում գույցումի Ռանչպար գյուղ ընկեր Արփինե։ Ռանչպարի տարածքում գործում է Աշակ Հակոբյանի նարկոլաբորատորիան, որտեղ արտադրում են նարկոտիկ։ Այդ